Այսօր մենք մշակել ենք փորձ թթվածի ստացումը։ Մենք ընտրել ենք թթվածի ստացման լաբորատոր տարբերակը ջրածնի պերօքսիդի ճեղքման եղանակով։ Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է ջրածնի պերօքսիդ, կատալիզատոր, որը մեր մոտ մանգանո 2-ն է, եւ թթվածինը անջատող սարքը։ Ստանալու ենք ջրի դուրս մղման եղանակով, նաեւ ունենք ջուր եւ փորձագծով։ Առաջին քայլով պետք է ցնենք մանգանո 2-ը որպես կատալիզատոր։ Ավելացնում ենք ջրածնի պերօքսիդ։ Մենք բացում ենք բաժանիչները եւ տեսնում ենք, որ թթվածին է անջատում։ Մենք տեսնենք արդեն թթվածնի անջատումը։ Քանի որ մենք թթվածին պետք է անջատենք ջրի արտամղման եղանակով, վերցնում ենք փորձանոթ եւ ունենք ջրի մեջ։ Այնուհետև փորձանոթի ծայրով թթվածինն ենք մտցնում։ Կտեսնենք, որ ջուրը դուրս է մղվում եւ տեսնում ենք, որ թթվածինը նպաստում է Մենք մշակել ենք թթվածնի ստացման փորձը կալիումի պերմանգանատի քայքայումով եւ անջատված թթվածինը հավաքելու ենք օդի դուրս մղման եղանակով, քանի որ թթվածինը օդից ծանր է։ Հիմա սկսենք փորձը։ Սկզբում ավելացնենք կալիումի պերմանգանատը։ Ամրացնենք կցանը և ամրացնենք շտացիրի վրա։ Հիմա վառենք սպիրտագիծը։ Մենք որ մենք ստացել ենք թթվածին, պետք է մարդը մոտեցնենք ազատակ խողովակին։ Կրակը ուժեղանում է, ինչը նշանակում է թթվածին կա։ Բարև ձեզ, մենք մշակել ենք քիմիական փորձ, որով ստանալու ենք թթվածին կալիումի քլորատի և քայքայումից։ Վերցնում ենք մի քիչ կալիումի քլորատ և ավելացնում ենք փորձանոթի մեջ։ Մանգանո 2-ը կատալիզատոր է։တော့պետք է վառենք սպիրտագիծը։ Բարև ձեզ, այսօր մենք կատարելու ենք թթվածնի ստացման փորձը լաբորատոր պայմաններում։
Դրա համար մեզ անհրաժեշտ է կալիումի դիքրոմատ։ Կալիումի դիքրոմատը լցնում ենք փորձանոթի մեջ։ Կանաչ գույնի քրոմի եռավալենտ օքսիդի առաջացումը նշանակում է, որ դիքրոմատը քայքայվեց։ Թթվածնի առկայությունը փորձանոթում ստուգելու համար Այսօր մենք ստանալու ենք թթվածին կալիումի նիտրատի ջերմային քայքայման միջոցով։ Դրա համար կալիումի նիտրատը լցնում ենք փորձանոթի մեջ, որը տեղադրված է շտատիվի վրա։ Վառում ենք սպիրտայրեցը։ Ահա